Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Քանի պատվական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստված Սաղմոս 139:17 Այն, որ Աստված ամենագետ է, որևէ կերպ չի մխիթարում ամբարիշտ մարդկանց, սակայն Աստծո զավակների համար մեծ փոփանք է դա գիտակցելը։ Աստված մշտապես մտածում է մեր մասին, երբեք չի դադարում մեր մասին հոգ տանել, և մենք միշտ նրա ուշադրության կենտրոնում ենք, և մենք հենց սա ենք փափագում, որովհետև մեզ համար մեր երկնավոր Հոր տեսադաշտից դուրս նույնիսկ մի վայրկյան ապրելը սարսափելի կլիներ։ Նրա խորհուրդները միշտ քնքուշ են, սիրառատ, իմաստուն, շրջահայաց, հեռատես, դրանք անհամար օգուտներ են բերում մեզ, ուստի յուրօրինակ հաճույքով ենք հիշում։ Տերը միշտ էլ խորհուրդներ է ունեցել իր ժողովրդի համար, և դրանցից էլ ծնվել են նրանց ընտրությունն ու շնորհքի ուխտը, որոնցով նրանց փրկությունը ապահովված է, և նա միշտ էլ խորհուրդներ է ունենալու նրանց համար, որ հաղթահարելով բոլոր դժվարությունները, նրանք ի վերջո ապահովությամբ մտնեն իրենց հանգիստը։ Մեր ուղու ողջ ընթացքում հավիտենական դիտորդի աչալուրջ հայացքը սևեռված է մեզ վրա, և մենք երբեք չենք կորի Հովվի տեսադաշտից։ Մեր վշտերի մեջ նա անդադար հետևում է մեզ, և ոչ մի ցավ, ծածուկ չի մնում նրանից։ Մեր աշխատանքի մեջ նա տեսնում է մեր տքնանքն ու հոգնածությունը և իր գրքում գրանցում է իր հավատարիմ ծառաների բոլոր պայքարները։ Տիրոջ այս խորհուրդները ամփոփում են մեր բոլոր շավիղները և ներթափանցում են մեր էության ամենախորքը։ Մեր ոչ մի նյարդը, հյուսվածքը, անոթը կամ բջիջն անտարբերության մատնված չեն։ Մեր աննշան կյանքի ամենաչնչին մանրուքներն անգամ հաշվի են առնված մեր Աստծո մոտ։ Թանկագին ընթերցող, միթե սա պատվական միտք չէ քեզ համար։ Եթե այո, պինդ բռնիր այն։ Երբեք մի խաբվիր այն հիմար փիլիսոփաներից, որոնք քարոզում են մի Աստծու, որ անձ չէ, և խոսում են ինքնակառավարվող տիեզերական ուժի մասին։ Մեր Տերը կենդանի Աստված է և մտածում է մեր մասին։ Սա շատ թանկարժեք ճշմարտություն է, որ որևէ մեկին թույլ տանք մեզ հեշտությամբ զրկել դրանից։ Ազնվականի բարեհաճ ուշադրությունն այնքան թանկ է, որ նա, ով ունի դա, բախտավոր է համարում իրեն։ Ուրեմն, ինչ երջանկություն է մեզ համար գիտակցելը, որ անձամբ թագավորների թագավորն է մտածում մեր մասին։ Եթե Տերը խորհուրդներ ունի մեզ համար, ուրեմն ամեն բան լավ է, և մենք կարող ենք հավետ ցնծալ և ուրախ լինել։